Բարև ձեզ։ Արցախի հանձնումով և թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջների անվերապահ կատարումով Հայաստանի պետականության հետագա գոյությունը վտանգի դնելուց հետո իշխող վարչակազմը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողների բավարար քվեները չստանալու մտավախությամբ դիմել է արտաքին ուժերին նախընտրական գործընթացում իբր Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմում իրենց աջակցելու համար։ Օրերս Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Կայա Կալասը հայտարարեց այս նպատակով Հայաստանի իշխանությանը 15 միլիոն եվրո տրամադրելու մասին, ինչը փաստացի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Ինչ նպատակ է հետապնդում Եվրամիությունը միլիոնավոր եվրոյի օգնություն տրամադրելով Հայաստանին, արդյոք այս քայլն օգնություն է Հայաստանին, թե գործիք մեր երկրի միջոցով գերտերությունների հակամարտությունը մեր տարածաշրջան ներմուծելու համար։ Այս հարցերի շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, վերջին շրջանում մեր երկրում առանց այն էլ խիստ լարված պայմաններում կասկածի ու անհանգստության մեծ ալիք է առաջացրել Եվրամիության կողմից Հայաստանին տրվող այդ 15 միլիոն եվրոյի աջակցության հարցը, որն ուղղվելու է հունիսին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին վնասակար ազդեցությունները կանխելու համար։ Ինչ է սա նշանակում, ում է ուղղված իսկապես փաստացի այդ օգնությունը եւ որոնք են այդ վնասները, ում են ուղղված վերջապես։ Սկզբից ես ուզում եմ ձեզ հետ անհամաձայնություն հայտնել ձեր բացման խոսքի հետ։ Դուք ասացիք, որ Հայաստանի գործող իշխանությունը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, բոլոր պահանջները չկատարեն, դրա փոքրիկ մասն է կատարել, մնացած պահանջները կկատարի 26 թվականի ընտրություններից հետո։ Եվ այդ պահանջները չափազանց դաժան են լինելու եւ հարցականի տակ է դնելու Հայաստանի գոյությունը։ Այդ առումով 26 թվականի ընտրությունները հունիսին ճակատագրական են Հայաստանի գոյության առումով։ Հիմա գանք տիկին Կայա Կալասի հայտարարությանը, նախ 15 միլիոն, որ խոսք էր գնացել, իրականում թվերը շատ ավելի մեծ են եւ չհայտարարված այսպես կոչված ՀԿ-ներին տրվող թվերը, լրատվամիջոցներին տրվող թվերը, այսինքն գումարները չափազանց մեծ են լինելու եւ նաեւ լինելու են որոշակի գործողություններ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որտեղ Հայաստանի գործող իշխանությունը ամբողջ հույսը դրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցության վրա։ Եվ դրա համար ընտրություններից առաջ իրենց պետք է այսպես կոչված բոնուսներ տան։ Եվ Թուրքիան պատրաստվում է ինչ-որ անցակետ բացել, Ադրբեջանում հնարավոր է 1-2 գերի, կամ պատանդ վերադարձնել Հայաստանին, դրանով աջակցել Հայաստանի գործող իշխանությանը։ Բեռներ են գալի, հացահատիկ Ադրբեջանի տարածքով, վարելիք եւ այլն եւ այլն։ Սա նախընտրական բոնուսներ են, սակայն ընտրություններից հետո պահանջները լինելու են դաժան եւ ճակատագրական։ Ինչ վերաբերում է Եվրոմիության քաղաքականությանը, Եվրոմիության քաղաքականությունը հասկանալու համար նախ պետք է հասկանանք աշխարհում ինչ է կատարվում։ Եվրոմիությունում, Միացյալ Նահանգներում, Եվրոմիություն Միացյալ Նահանգներ ինչ-որ առումով հակամարտության մեջ, Եվրոմիության երկրների ներսում ընթացող հակամարտությունը, իսկ այս ամեն ինչը այդ տրամաբանության մեջ պետք է հասկանալ։ Միացյալ Նահանգներում մենք տեսնում ենք, չէ, որ հանրապետականներ եւ դեմոկրատներ պայքար է գնում, դրան գումարած դեմոկրատների մեջ տարբեր ճյուղեր կան, հանրապետականների մեջ արդեն տարբեր բաժանումներ կան, մեծ հաշվով սա գնում է, ասենք, գլոբալիզմի եւ հակագլոբալիզմի պայքար։ Այդ պայքարը գնում է նաեւ Եվրոմիությունում։ Հունգարիայի, Սլովենիայի դիրքորոշումները տեսնում ենք, Ավստրիայում շուտով փոփոխություն կլինի, Ֆրանսիայում կարող է փոփոխություն լինի, ըստ բոլոր հարցումների Լե Պենի կուսակիցը ընտրություններում հաղթելու է ապագա նախագահական։ Բրիտանիայում Ֆարաջի կուսակցությունը որպես հակագլոբալիստ եւ Թրամփի դաշնակից։ Ուրեմն այս ներքաղաքական փոփոխությունները, երբ որ տեղի են ունենում, դրանք ունենում են նաեւ աշխարհաքաղաքական բնույթ, որովհետեւ եթե այս մի վերնախավն է, այսպիսի քաղաքականություն է վարում, եթե կուսակցությունը փոխվում է, քաղաքականությունը փոխվում է։ Եվ այդ առումով այդ գլոբալիստներ, պայմանական գլոբալիստներ, պայմանական հակագլոբալիստների պայքարը ինքը վերածվում է ներընտրական պայքարի։
Այսինքն ընտրությունների միջոցով այս կամ այն երկիր, այս ճամբարը կամ այն ճամբարը գրավում է։ Եվ պատահական չէր, որ Կայա Կալասը ասեց, մենք Հայաստանին կաջակցենք Մոլդովայի սցենարով։ Մոլդովայում ինչ տեղի ունեցավ։ Այսինքն Ռուսաստանում մեծ քանակությամբ մոլդովացիներին ըստ էության չթողեցին մասնակցել ընտրություններին, Մոլդովայի ներսում իշխանությունը ըստ էության պարտվեց, Եվրոմիությունում դեռ 90% մասնակցություն եղավ մի քանի միլիոն մոլդովացիների բանով։ Կրկին նույն սցենարով հակառուսական տրամադրություններ ստեղծել, Եվրոպայի դերը բարձրացնել, այո։ Ես նույնիսկ հակառուսական չէի ասի, գիտեք ինչ, որտեվ այստեղ գնում է ինչպես այսպես գլոբալիստ, հակագլոբալիստ։ Հիմա Ռուսաստանը ըստ էության համագործակցում է Միացյալ Նահանգների իշխանության հետ Տրամպի։ Եվ ուկրաինական պատերազմը ավարտեց, այդ համագործակցությունը լինելու է նաև տնտեսական բնույթի։ Այդ համագործակցությունը իրենք միասին ինչ որ տարբեր աշխարհի մասերում համագործակցելու են եւ տնտեսական առումով դիվիդենդներ են ստանալու։ Նույն Ուկրաինայի գրաված տարածքում ռուսական կողմից Միացյալ Նահանգները պատրաստ են այնտեղ հանքարդյունաբերություն զարգացնել եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ նաեւ այն սկզբունքը, որ սահմանները անխախտելի են, սառը պատերազմի առաջ ժամանակվա սկզբում դա արդեն վերացել է, հիմա նոր աշխարհ է։ Հիմա գանք նորից վերադառնանք ձեր հարցին։ Ուրեմն Հայաստանում ընտրությունների միջոցով այս կամ այն իշխանությանը բերելով փոխում է իշխանության քաղաքականությունը, արտաքին, աշխարհաքաղաքական։ Եվ այդ առումով այո Հայաստանում գնում է աշխարհաքաղաքական պայքար եւ այդ պայքարը ունի կանոններ։ Բոլոր միջոցները հնարավոր են, որտեղ այն աշխարհը արդեն չկա։ Հիմա ուժի գործոնն է, հիմա ներքին կյանքին խառնվելն է, որը առաջ անթույլատրել է։ Սա է հիմա կապարվում եւ ամեն ինչ շատ կարեւոր է լինելու ուկրաինական պատերազմի ավարտվելու է թե չի ավարտվելու մոտակա ամիսներին։ Եթե մոտակա ամիսներին ավարտվելու է, ես կարծում եմ Միացյալ Նահանգների գործող իշխանությունը եւ Ռուսաստանը մեր տարածաշրջանում համագործակցելու են եւ պատահական չէր, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականը արտաքին քաղաքական գծով առաջարկեց, որ Եվրոմիությունը լինի TRIP-ի երրորդ մասը։ Ռուսաստանն ասում է ես եմ լինելու երրորդ մասը, առանցին այս տարածաշրջանը չի կարող հարցեր լուծվել։ Ինչի համար այդ առաջարկ արվեց, որովհետև ես կարծում եմ Միացյալ Նահանգների ներկա վարչակազմը եւ Ռուսաստանը պատրաստվում են այստեղ համագործակցել։ Հիմա Եվրոմիությունը այս պայքարի մեջ է եղել։ Դրա համար երբ որ մենք ասում ենք Եվրոպա, մենք պետք է հասկանանք, որ Եվրոպան, Օրբանի Եվրոպան, Ֆարաջի Եվրոպան, Բարդելայի Եվրոպան, հա, որ Ֆրանսիայում հնարավոր է հաջորդ նախագահ, թե այսօրվա եվրո բյուրոկրատները։ Այս պայքարն է գնում։ Պարոն Դանիելյան, վերադառնանք Հայաստան, ինչպես ասացիք, արդյոք այդ արտաքին վնասներ ասելով գործող իշխանությունը նկատի ունի նաև Հայաստանի ներսում իր կառավարմանը դեմ քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին եւ առհասարակ Փաշինյանի այլախոհներին։ Վերադառնանք նորից Կայա Կալասին եւ մոլդովական եւ ռումինական սցենարին։ Ըստ էության Ռումինիայում այն անձնավորությունը, որը պետք է դառնա նախագահ, նրան ընտրությունների գործընթացից հանեցին, արգելեցին մասնակցել։ Նույնը Մոլդովայում մի քանի կուսակցություններ արգելեցին մասնակցել ընտրություններին եւ որոշները կամ փախած են երկրից կամ բանտերում են գտնվում։ Հայաստանում այո, հիմա մասսայական ձերբակալություններ են եւ բոլոր հնարավոր այն ուժերը, որոնք կարող են ազդել ընտրությունների վրա, ընտրությունների ելքի վրա, արդեն մի մասը գտնվում է կալանավայրերում, մյուս մասերը կարող են այնտեղ գտնվել ընտրություններից առաջ։ Եվ նաև հնարավոր է հենց այդ մոլդովական սցենարով, որ նաև որոշակի կուսակցություններ, որոնք ունենալու են մեծ քանակության ձայներ, իրենց ընտրություններից հանեն։ Հենց խոսքը դրա մասին է, մոլդովական սցենարը հենց դա է նշանակում։ Դա հնարավոր է, դա ես կարծում եմ լինելու է։ Եվ արդեն գործընթացը։ Եվ արդեն գործընթացը վաղուց սկսվել է։ Բացի աշխարհաքաղաքական հարցեր լուծելուց, հա, այս օգնությունը փաստացի միջամտություն է Հայաստանի, ինչպես արդեն ասացինք, ներքին կյանքին եւ քաղաքացիների ազատ իրավունքի ընտրության վրա, հա։ Արդյոք սա ընդունելի ու լեգիտիմ է, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, ժողովրդավար երկրի համար։
Իդեպ այս հարցը օրերս ՔՊԱ-ական պատգամավորը նույնպես բարձրացրել էր, իհարկե սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստան եւ ասում էր, որ որոշակի ռուս դեմքեր, հայտնի քաղաքական գործիչներ այնպիսի հայտարարություններ են անում Հայաստանի մասին եւ նկատմամբ, որ կարելի է ասել միջամտվում են ժողովրդավարությանը։ Սա ակնհայտ ուղղորդում չէ։ Ուրեմն ժողովրդավարություն կարելի է կառուցել սեփական երկրում։ Երբ որ դա դառնում է աշխարհաքաղաքական խնդիր, ապա որևէ կանոններ չեն գործում։ Ժողովրդավարությունը դառնում է հերթական գործիք այս կամ այն երկիրը կամ տարածաշրջանը գրավելու համար։ Եվ այդտեղ խաղի կանոններ չկան։ Դրա համար ես առաջարկում եմ այդ բառը ժողովրդավարությունը դնել մի կողմ, քանի որ Հայաստանի ներքաղաքական ընտրությունները, ինչպես խոսեցինք, դա միջազգային ակտ է։ Նույն Վրաստանում, եթե մենք նայած ով կգա իշխանության, այդ երկրի ճակատագիրը կամ աշխարհաքաղաքական կոորդինատը դրանով կորոշվի։ Նույնը մենք խոսեցինք Եվրոպայի մասին, նույնը Միացյալ Նահանգներում այդ process-ը գնում, այստեղ ժողովրդավարությունը դեր չունի, բոլոր միջոցները հնարավոր են։ Եթե գազային ցեղասպանություն է կատարվում եւ բոլորի համար դա նորմալ է։ Եթե երկրի 80%-ը արդեն երկրի չէ տարածքի 80%-ը ավերված է, ըստ որոշ տվյալների 65000 զոհ, ըստ որոշի 200,000-ից ավել, որտեղ իրական թվերը ոչ ոք չգիտի։ Եվ սա նորմալ է, բոլորի աչքի առաջ է կատարվում։ Սիրիայում օրինական իշխանությանը գալիս է տերորիստ է նստում որպես նախագահ, չընտրված նախագահ, եւ բոլորը իրեն համարում են ժողովրդավար գործիչ։ Այսինքն այս առումով եկեք այս շտամպերը մի կողմ դնենք եւ մաքուր քաղաքականության առումով հասկանանք ինչ գործընթաց է գնում։ Պարոն Դանիելյան, օրերս Ադրբեջանը արդեն հասցրեց իր դժգոհությունը հայտնել Բրյուսելում ստորագրված Եվրամիություն Հայաստան այդ ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթի վերաբերյալ, ասելով, որ այն հակասում է խաղաղության օրակարգին։ Վերջապես այս Փաշինյանի տարածա քաղաքականությունը, որ եւ փորձում է Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերը պահպանել եւ թուրք-ադրբեջանական այդ տանդեմի պահանջները, ինչպես ասացիք, որոշակի դեռ չափով կատարում է եւ Եվրամիության հետ է փորձում քայլել, ուր է տանում այս քաղաքականությունը վերջը։ Ինչի համար Ադրբեջանը նման հայտարարություն արեց։ Որովհետեւ այնտեղ կային կետեր, որոնք խոսում են, որ Արցախի փախստականները պետք է վերադառնան իրենց տարածքները եւ նաեւ պատանդների մասին, որոնց դատում են Բաքվում։ Ես կարծում եմ, որ այդ կետերը մտցրվել են ոչ թե Հայաստանի վարչապետի պահանջով, այլ ճիշտ հակառակը առանց իրեն հարցնելու եւ ստիպել են այդ կետերը մտցնել։ Ինչի համար։ Նայեք, 15 թվականի ցեղասպանության հարցը տարբեր երկրներ դա օգտագործում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Երբ որ պետք էր այդ հարցը բարձրացնում են, երբ որ Թուրքիան կատարում էր արտաքին պահանջները, այդ հարցը նորից դնում էին դարակում։ Հետո նորից հաջորդ փուլում, երբ որ պետք էր Թուրքիայի վրա ճնշել, այդ հարցը բարձրացնում էին։ Նույն process-ը փորձում են իրականացնել Ադրբեջանի վրա։ Եվ երբ որ Ադրբեջանը իրենց կարծիքով ճակերտներով կամ առանց ճակերտների դեմ բախի, բարձրացնել են Արցախի փախստականների հարցը եւ գերիների հարցը։ Երբ որ Ադրբեջանը իրենց պահանջները կատարի, այդ հարցը նորից դնելու են դարակ, այնպես 15 թվականի ցեղասպանության հարցը։ Ես կարծում եմ, որ հենց եվրոպացիներն են այս կետերը մտցրել եւ դա մտցրել են որպես ճնշում Ադրբեջանի վրա, որ իրենց պահանջները կատարի։ Սա է ամենը։ Եվ Ադրբեջանի նախագահի այդ քննադատությունը առաջին ուղղված էր Եվրոպային, քան Հայաստանին։ Հայաստանը առանցքային դեր չունի, ինչպես Հայաստանը ընդհանրապես ինքը սուվերենության չափազանց ցածր աստիճան ունի եւ պատահական չէ, որ արդեն Թուրքիայում եւ Ադրբեջանում բավականին լուրջ դեմքեր, որոնք պետական ինստիտուտների հետ են կապված, իրենք ասում են Հայաստանի հաջորդ կաթողիկոսը լինելու է, մենք այդ կաթողիկոսի ընտրության հարցում մասնաբաժին պետք է ունենանք եւ պետք է ընտրվի կաթողիկոս, որին մենք ցանկանում ենք։ Այսինքն ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով, այլ համահայկական ինստիտուտների մակարդակով իրենք արդեն նույնիսկ եկեղեցու սուվերենության աստիճանն են իջացնում։ Այսինքն այս առումով ինչ որքանով է լուրջ խոսել Հայաստանի սուվերենության մասին։ Եվ պարոն Դանիելյան, մեր վերջին հարցազրույցներին բոլոր հյուրերին այս հարցով դիմում եմ, ինչ է կարծում որպես քաղաքագետ, որքանով է հնարավոր
վերարտադրությունը գործող իշխանության հունիսին կայանալիք ընտրություններում։ Որքանով չլինեն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք չփորձեն միջամտել եւ միջամտելու են Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա եւ ընտրությունների վրա, այնուամենայնիվ որոշումը կայացնելու է Հայաստանի քաղաքացին։ Եվ շատ կարևոր է, թե այն ուժերը, որոնք հավակնում են գալ իշխանության, ինչպես կկարողանան խոսել Հայաստանի քաղաքացիների հետ։ Եվ շատ կարևոր է, որ այն ուժերը մասնակցեն միասնական ճամբարներով, գոնե 2, ծայրահեղ դեպքում 3 միասնական ճամբարով, այդ դեպքում գործող իշխանությունը որևէ հնարավորություն չի ունենա վերարտադրվել։ Այսինքն ամեն ինչ կախված է Հայաստանի անդիմադիր քաղաքական ուժերի գիտակցություններից, իրենց պատասխանատվության զգացողությունից եւ երկրի շահերը վեր դաշնելով իրենց անձնական շահերից իշխանության գալու մոլուցքից։ Եվ թույլ տվեք ավելացնել, եթե բռնաճնշումներն այն ավելի չլինեն, քան իրական քվեները։ Բռնաճնշումները գործող իշխանությանը չի փրկի, եթե անդիմադիր կուսակցությունները ճիշտ քաղաքականություն վարեն։ Ինչպես եկեղեցու օրինակ, այդ միասնությունը այս անգամ հաղթեց։ Դեռևս հաղթեց, բայց իրենք կանգ չեն առնելու։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Դանիելյան։ Ձեզ էլ շնորհակալություն հարգելի հետևորդներ, մեզ ուշադրությամբ հետևելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էր։ Թույլ տվեք ձեզ էլ շնորհավորել գալիք ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթելով առողջություն եւ արևշատություն։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք մյուս տարի։